Լույսի տարածումը համասեռ միջավայրում։ Ֆիզիկայի այն բաժինը, որ ուսումնասիրում է լույսի հետ կապված երևույթները, կոչվում է օպտիկա։ Օպտիկայի այն բաժինը, որ ուսումնասիրում է լուսային ճառագայթների տարածման օրինաչափությունները, հաշվի չառնելով նրանց հալիքային հատկությունները, կոչվում է երկրաչափական օպտիկա։ Երկրաչափական օպտիկայի օրենքներից մի քանիսը հայտնագործվել է լույսի բնույթը պարզելուց շատ առաջ։ Այդպիսի օրենքներից է լույսի ուղղագիծ տարածման օրենքը, որը ձևակերպել է հույն գիտնական Էվկլիդեսը մ.թ.ա. 3-րդ դարում։ Համասեռ թափանցիկ միջավայրում լույսն ուղղագիծ է տարածվում։ Լույսի ուղղագիծ տարածման հետևանք են հստակ ստվերները, որոնք ընկնում են անթափանց մարմիններից, երբ դրանք լուսավորվում են լույսի կետային աղբյուրից։ Օրինակ, եթե կետային լույսի աղբյուրի և էկրանի միջև անթափանցիկութ տեղադրենք, ապա էկրանի վրա մուգ շրջանի տեսքով ստվեր կհայտնվի։ Ստվերն այնտեղն է, որտեղ չի ընկնում լույսի աղբյուրի լույսը։ Եթե լույսի կետային աղբյուրի փոխարեն օգտագործվի ավելի մեծ չափեր ունեցող աղբյուր, լամպ, ապա հստակ ստվերի փոխարեն լուսավորված ֆոնի կստանանք ստվեր և կիսաստվեր։ Դա ոչ միայն չի հակասում, այլև ևս մեկ անգամ հաստատում է լույսի ուղղագիծ տարածման օրենքը։ Այն մասում, որտեղ լույս չի ընկնում լամպի և ոչ մի կետից լիակատար ստվեր է, իսկ այն տիրույթում, որտեղ լույսը միայն որոշ կետերից է ընկնում, առաջանում է կիսաստվեր։ Հսկայական չափերի ստվեր և կիսաստվեր գոյանում են արևի և լուսնի խավարումների ժամանակ։ Արևի խավարումն առաջանում է այն դեպքում, երբ լուսինը երկրի շուրջ իր պտույտի ժամանակ ամբողջովին կամ մասնիկորեն ծածկում է արեգակը, իսկ երբ լուսինն է հայտնվում երկրագնդի առաջացրած ստվերի կոնի մեջ, ապա տեղի է ունենում լուսնի խավարումը։ Լուսնի խավարումների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել Արիստոտելին մ.թ.ա. 4-րդ դարում եզրակացնել, որ երկիրը գնդաձև է, ինչի վկայությունը լուսնի վրա երկրագնդի ստվերի շրջանաձև լինելն է։